Զրուցում ենք գրող հրապարակախոս Կարո Վարդանյանի հետ։ Օրերս Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հայագիտական որևէ կազմակերպություն չի մասնակցել, որովհետեւ տեղյակ չի եղել գիտաժողովի մասին։ Փոխարենը դրան մասնակցել են Թուրքիայից, Ղազախստանից եւ մի շարք այլ պետություններից։ Հիմնական նպատակը այն է եղել գիտաժողովի, որ հայկական հետօկուպացված Արցախում ամեն կերպ ոչնչացնել, վերացնել։ Ինչու հայկական կողմից որևէ մեկը տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին, հաշվի առնելով, որ գիտաժողովը տեղի է ունեցել հայրապետական Գրիգորյան համալսարանում։ Իհարկե այս խնդիրը նոր չէ, հիշում եք անցյալ տարի եւս մենք լուր ստացանք, որ Վատիկանի պարբերականներից մեկը հռչակել էր աղվանքը կամ Ալբանիան, ինչպես իրենք են ասում, քրիստոնեական Կովկասում, տարածաշրջանում քրիստոնեական եկեղեցու բնօրրան։ Այսպես կծկտուր արձագանքներ եղան հայկական միջավայրից, ցավոք լուրջ պատասխան հակահարված չտրվեց, այնինչ բոլորս հասկացանք, ինչ բարբարոս ոտնձգություն է դա։ Այստեղ արդեն սեթևեթել, չգիտեմ, դիվանագիտություն, քաղաքականություն խաղալ պետք չէ։ Բոլոր կառույցները համարժեք պետք է հարված հասցնեն, կտրուկ արձագանքեն։ Եվ ենթադրենք հիմնականում երեք այդ լուրը, որ տարածվեց, տրտունջներ էին, թե ինչու Հայաստանից մասնակից չկա, ներկայացուցիչ չկա։ Դա լավ է, որ չկա, պատկերացրեք հրավիրում են եւ չգիտեմ եկեղեցուց առաքելական կամ ակադեմիայից որևէ մասնագետ գնում է եւ այդ մահմեդական ակցիային ինչ որ զեկուցում է կարդում, իր գործը պարտքը կատարած է համարում եւ դրանով իսկ ինչպես ընդունված է ասել լեգիտիմացնում է այս վայրենի կողոպուտը, մշակութային, հայկական մշակութային ժառանգության կողոպուտը։ Եվ այս հարթության մեջ սովորաբար, երբ որ նստում ենք Ադրբեջանի հետ եւ սկսում բանավեճի մեջ ենք մտնում, երբևէ մենք այդ գիտակցությունը չունենք ցավոք, որ ում հետ ենք ախր մենք բանավիճում։ Մի հանրության, ազգային հանրության, որ 20-րդ դարում է նոր սկսել ձևավորվել եւ անմիջապես գնահատելով մեր դիրքերի տկարությունը, սեփական մշակութային ժառանգությունը պաշտպանելու, տեր կանգնելու առումով հավակնում է այդ ամենը իրենով անել։ Մյուս կողմից Վատիկանի ճիվաղային դրսևորումները դարերի ընթացքում բազմիցս արտահայտվել են եւ արձագանքվել են տարբեր հետազոտողների կողմից հավակնելով լինել, չգիտեմ, քրիստոնեության արժեքների համար առաջին պահպանողը, նույն Վատիկանն ինքը արդեն, տեսեք, շահի դիմաց արդեն որերորդ անգամ իրեն նման բաներ է թույլ տալիս։ Այն էլ մահմեդական համայնքի առաջ։ Կոպիտ ասած, այսօր Ադրբեջանը արդեն կարողանում է իր նավթադոլարներով գնել քրիստոնեության այդ օրրանը, Վատիկանը, եւ այնտեղ ինչ-որ տրամադրություններ, եղանակներ ստեղծել։ Նույն Վատիկանը ինքը տարբեր առիթներով հիշատակում է, հայտարարում է Հայաստանը որպես պետականորեն քրիստոնեությունը առաջին ընդունած երկիր։ Եթե երեք այդ լուրը տարածվեց, դա վատ է, որ մեր դիվանագիտական կառույցները, որ ներկայացված են նաև Իտալիայում, նաև Վատիկանում, որ չեն իմացել, ես չեմ կարծում, որ չեն իմացել։ Պարզապես նույն կեցվածքն է, շառից հեռու եւ այլ մանավանդ, որ Հայաստանը վաղուց իդեմս իշխանավորների կանգնած է սեփական ժառանգությունից հրաժարվելու դիրքերում։ Եվ եթե դու հայտարարում ես Արցախը Ադրբեջանի մասն է, բնականաբար այդտեղ ենթադրվում է, որ Արցախում արկա մշակութային ժառանգությունն էլ Ադրբեջանի մաս է։ Այս տրամաբանության մեջ է այդ գիտաժողով, այսպես ճակերտավոր գիտաժողով կոչվածը։ Այնպես որ հուսանք գոնե այսօր տասնյակ կտրուկ պատասխաններ կունենանք, թե մեր եկեղեցիների կողմից, առաքելական, կաթոլիկ, բողոքական եկեղեցիների կողմից, թե գիտական հաստատությունների կողմից, մանավանդ Սփյուռքի կառույցների կողմից, մեր Սփյուռքի մեր ազգակիցները վաղուց պետք է ընկալեն, հասկանան, որ Հայաստանը հիմա անպաշտպան վիճակում է, ներսից զավթված է թշնամական ուժերով։ Եվ ընդհանրապես մի քիչ էլ առաջ գնամ, գիտեք,
մեր եկեղեցին անելիք ունի ախր, չի կարող էլի այսքան пассив անատամ նստել։ Ենթադրենք, պատկերացրեք, վաղը մյուս օրը մենք թոթափվեցինք մի կերպ այս պատուհասից։ Քննարկումներ են լինելու, չէ, երկար տարիներ։ Գնահատական է տրվելու, թե ինչ ահռելի կորուստներ մենք ունեցանք ֆիզիկական, հոգևոր, բարոյական դաշտերում եւ առաջ է գալու, երբ որ այդ ամեն ջրի երես դուրս գան արդեն հիմնավորված, առաջ է գալու, չգիտեմ, այս ճիվաղային ուժին բանադրելու խնդիրը արդեն ուշացած կլինի։ Այսօր է պետք դա անել, հասկանում եք, կներեք, որ մի քիչ կտրուկ անցա այս դաշտից են դաշտը։ Հենց այսօր է պետք անել, վերջապես, որպեսզի աշխարհը տեսնի, դա մեծ աղմկահարույց իրադարձություն կլինի, ինչ է նշանակում այս երկրի եկեղեցին հանկարծ բանադրեց իր իշխանությանը, որպեսզի մտածեն արդեն, այդպիսի բան չի եղել պատմության մեջ, հասկանա աշխարհը, որ այս իշխանությունը մերը չէ, սա թշնամի է հայկականության ամեն դրսևորման եւ առաջին հերթին մշակութային ժառանգության։ Պարոն Վարդանյան, վերջի վերջո մենք Մատենադարանում պահվող հազարամյա ձեռագրեր ունենք, որոնք գրվել են հենց Արցախում, ել չեմ խոսում Նախիջևանում, Տարոնում, Վասպուրականում, Մոքքում, Բարձրհայքում եւ մյուս հին աշխարհներում, գավառներում։ Գիտեք, եթե սկսենք մի քիչ խորությամբ դիտարկել, ամբողջականությամբ դիտարկել, նույն այդ գիտաժողով ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, դրա նախորդին Մատենադարանում մենք տեսանք, չէ՞ ինչ տեղի ունեցավ։ Մենք արդեն սովորել ենք, չէ՞ որ համագործակցված է ամեն դավադրություն լինում մեր հանդեպ եւ դրսից եւ ներսից։ Տեսանք, որ որոշեց այս անգամ էլ ասպատակել Մատենադարանը այդ իրենց նորաձև կրթության կապիկություններով։ Ինչպես դրանից առաջ համալսարանում չէ արեցին այդպիսի մի բան, վստահ եմ մոտ առաջիկայում այդ նույն հիմարությունը նորաձև կրթության կլինի Գիտությունների ազգային ակադեմիայում, իհարկե Մատենադարանը շատ խիստ ու հիմնավոր պիտի հանդես գա, հիմնավոր հայտարարությամբ, այն էլ մի քանի հայտարարություններով, ոչ միայն այդ ամբողջ վկայությունները, որը նաև քրիստոնյա աշխարհի կարևորագույն վկայություններն են, պահպանվում են Մատենադարանում, նույն Մատենադարանը մինչև Արցախի հանձնումը Արցախում ուներ մի փառահեղ, շքեղ մասնաճյուղ ուներ, չէ, Գանձասար մասնաճյուղը։ Դա էլ ամեն ինչի հետ մեկտեղ հանձնվեց։ Իսկ Մատենադարանը, ես որ տեսա այդ կադրերը, ինչպիսի, չգիտեմ, գորովանքով, քծնանքով, այս ստորության վերջին աստիճանով Մատենադարանի ղեկավարությունը էնել երկու անգամ դիմավորում էր Փաշինյանին, մի անգամ առանձին եկան, չէ, հետո երկրորդ անգամ էլ տիկնոջը եւ չգիտես ինչ որ կասկածելի արարածների մարզերից ավտոբուսներով բերված դահլիճը լցրեցին ու նույն հիմարությունները նորաձև կրթության աղավաղելով, չգիտեմ, մտքերը, ցավոք բզականք որ եղավ, հենց այդ մտքերը Վանո Սիրադեղյանի խոսքերը վերագրել Հրանտ Մաթևոսյանին, հետո պարզվեց, որ նույնիսկ այդ խոսքերն էլ լիարժեք չեն մեջբերում, հարմարեցնում են իրենց ճիվաղային նպատակներին, ինչևէ, ինչ է տեղի ունենում այսօր հայ իրականության մեջ, մի խայտառակ քաոս։ Պարոն Վարդանյան, մեկ հարցի շուրջ եմ ուզում ձեր գնահատականը ստանալ։ Տեսեք 2006 թվականին Ադրբեջանը զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ Ադրբեջանի ակադեմիկոսների կողմից հրատարակեց Արևմտյան Ադրբեջան գիրքը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն այս անգամ ներկայացված է բոլոր վանքերը, եկեղեցիները թուրք-ալբանական կամ թուրք-քրիստոնյա ալբանական։ Սա ակնկալել, որ Փաշինյանը Մատենադարանի այս իր ելույթներով տանում է դեպի նրան, որ իրականացվի Ադրբեջանի նաև այս իղձը։ Ինչ խոսք։ Տեսեք, սխեման, այսպես կոպիտ ասած, այսպես է։ Վաղուց աղվանքը չկա, կամ ինչպես Վատիկանում ձևակերպում են, այդ Ալբանիան։ Աղվանքը չկա, գոյություն չունի։ Ահա սրանով է պայմանավորում, նա իրենից վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի եւ ադրբեջանցու համար, որպեսզի տեր կանգնի իր ժառանգությանը։ Այդ պատճառով Ադրբեջանը արդեն սեփականացրել է ամբողջ աղվանքը մշակութային ժառանգությամբ, չնայած չնչին հիշատակություններ են աղվանական մնացել։ Եվ հայկական ամեն ինչը
տեղավորում է աղվանքի մեջ եւ այսպիսով այս բարբարոս սխեմայով տեղի է ունենում հայկական մշակույթի կողոպուտ։ Եթե առաջ փոքրիկ դրսևորումների համար էին պայքարում, կլինի հայկական խոհանոցի դրսևորում, երաժշտության, արվեստի ասպարեզում դրսևորումներ եւ կարողանում էին իրենց ազդեցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հաստատել տալ որպես ադրբեջանական։ Այս անգամ նպաստավոր պայմաններ է ստեղծված միանգամից ամբողջ մշակույթը իրենցով անել, հայկական ամեն ինչը իրենցով անել եւ Հայաստանը որպես առայժմ պետական միավոր, пассив, անատամ, իներտ վիճակում է։ Ընդհակառակը զուգահեռ, չգիտեմ, ինչ որ կրթությունը նորաձև է, այլասերված քարոզներ է տանում հանրության շրջանում։ Ինչ որ մենք արել ենք դարերով, մեր հոգևոր պետական ինստիտուտներով, գիտական, կրթական, դա սխալ է դրանց կողմից։ Իբր մեր մտայնությունը, մեր հոգեբանությունը, մեր դիրքորոշումը այդ ամենը սխալ է ըստ սրանց։ Դրա համար եմ ասում, հիմա պետք է ավելի աշխուժանան, մեր եկեղեցին վերջապես պետք է ցույց տա իրեն, ինչպես դարերով մենք հպարտացել ենք, չէ՞, այս ինչ ծայրահեղ վիճակում, այն ինչ ծայրահեղ վիճակում, հանկարծ եկեղեցին տեսեք ինչ արեց, իդեմս այս վեհափառի, այն վեհափառի։ Պետք է եկեղեցին աշխարհին ցույց տա, որ այս իշխանությունը չի ներկայացնում մեզ որևէ առումով։ Այդ ժամանակ, որ մենք տրտնջում ենք, չէ, ինչու է աշխարհը այսքան անտարբեր, ինչու է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ այսպես բարբարոս ձևի կողոպտվում հայկական ամեն ինչը, եւ մարդիկ մտածում են, երևի հայերը շատ տկար են, չեն կարողանում պաշտպանել, կամ սկի չեն էլ մտածում, բայց եթե եկեղեցին մի կոչով, խիստ կոչով վեր կացավ, ես մի քիչ խիստ ասեցի, չնայած տեղին է բանադրել սրանց, արդեն ուշացած է սրանց բանադրելը, բայց մի խիստ հայտարարություն եթե անի, դա մեծ աղմուկ կլինի, աշխարհը վերջապես կտեսնի, որ մեզ խաբել են եւ մեր իշխանությունը, հայկական իշխանությունը զավթել են։ Նույն հենց Ադրբեջանի կողմից է զավթված մեր իշխանությունը եւ սրանց ձեռամբ տեղի է ունենում նաեւ կողոպուտ հոգևոր դաշտում, մշակույթի դաշտում, ինչի հերթական դրսևորումներից մեկը այս օրերին Վատիկանում տեղի ունեցողն է եւ շատ են լինելու այս տեսակ դրսևորումներ։ Ես հիշատակեցի, չէ՞ մեր զրույցի սկզբում անցած տարվա այդ դրսևորումը, այդ պարբերականը, որ այդպիսի անդրադարձ ունեցավ, աղվանքը հռչակեց հենց Ադրբեջանի թելադրանքով քրիստոնեության բնօրրան, դա բարբարոսություն է եւ ինչ պատասխան եղավ հայկական իրականությունից, գրեթե ոչինչ։ Դրանով նրանք ստուգեցին մեր դիրքորոշումը, մեր կենսունակությունը, մեր հաստատակամությունը եւ տեսան, որ ոչ մի դիրքորոշում էլ չկա։ Ահա դրա համար են այս ակցիաները դեռ շարունակվելու են եւ Ադրբեջանը կամաց սա ծաղր է հենց մարդկության համար։ Մի օր էլ կհռչակվի քրիստոնեության, չգիտեմ, բնօրրան եւ ով Ադրբեջանը, որը նույնիսկ այս ցեղախումբը նույնիսկ անուն չունի, դա նախատինք է, ինչ որ մեկի կմահաճույքով այս ժողովուրդը կոչվել է Ադրբեջան ու ադրբեջանցի։ 100 տարի առաջվա աղբյուրները, որ թերթում ենք, վկայություններ կան անհամար եվրոպացի ճանապարհորդների, այլ ուսումնասիրողների, երբ որ հայտնվում են Կովկասում, հա գիտեն, կան հայեր, իրենց բազմատարյան մշակույթով, վրացիներ, էլի այլ ազգություններ, բայց կոնկրետ այս մեկին, երբ որ հարցնում էին, ախր դուք ով եք, անուն չունեք, պատասխանը լինում էր մենք մուսուլման ենք, բայց մուսուլմանը դա ազգություն չի, չէ՞, այդպես էին նրանք կոչվում, Կովկասի մուսուլմաններ, հետո ռուսները, որպեսզի տարբերակեն, թաթարներ կոչեցին։ Ով է այսօր հավակնում 5-6 հազար տարվա ժողովրդի պատմությանը եւ հաջողում է ու պատճառը կրկնում եմ ոչ թե մենք պետք է նստենք տրտնջանք ադրբեջանական բարբարոսությունից պատճառը մեր արհամարական անտարբեր վերաբերմունքն է հայկական բոլոր կառույցների այս պահին կրկնում եմ կողոպտում են մեր քրիստոնեական ժառանգությունը եւ այդ ժառանգության պահապանները եկեղեցին, մատենադարանը, ակադեմիան, համալսարանը իր համապատասխան բաժիններով լուռ ու մունջ են։ Հիշեցնեմ, որ զրուցում էինք գրող հրապարակախոս Կարո Վարդանյանի հետ։